Հայաստանում շատերը ոգևորեցին, թե այս ինչ խիզախ խոսեց Փաշինյանը, թե վիճ չծռեց, չկռացավ, չպպզեց եւ այլն, ասել էր բեմադրություն, Փաշինյանը խնդրեց, որ իրեն թույլ տան ցույց տալ իր հարաբերական խիզախությունն ու անկախությունը, Պուտինը չմերժեց։ Պուտինին պետք էր, որ Փաշինյանը անի ամենակարևորը, չգնա Եվրամիություն։ Պուտինը ստացավ իր ուզածը, Փաշինյանը ստացավ իր ուզածը։ Բոլորը ստացան իրենց ուզածը, պարտվողը միայն մեկն է, դա հայ ժողովուրդն է։ Իսկ օդային տարածքի մասին ես արդեն ասացի, դա անիմաստ է եւ կրկնում եմ 95% պետությունների, ովքեր Ռուսաստանի հետ առևտուր են անում հիմա, իրենք ԵԱՏՄ-ի անդամ չեն։ Այդպես որ Հայաստանը շատ հանգիստ կարող է դուրս գալ եւ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, եւ եթե այստեղ ինչ որ մեկին շատ է անհրաժեշտ, երկկողմանի հարաբերությունները Ռուսաստանի հետ կարող են պահպանվել, ինչպես Վրաստանն է պահպանում, ինչպես Ադրբեջանն է, Թուրքիան է պահպանում, ուրիշները, Հունգարիան ենթադրենք, Հունգարիան հո ԵԱՏՄ անդամ չէ։ Թուրքիան էլ ԵԱՏՄ անդամ չի, բայց իրենք խոշոր առևտուր են անում Ռուսաստանի հետ։ Նույնը կարող է սկզբունքորեն անել եւ Փաշինյանը, բայց Պուտինին պետք է, որ Փաշինյանը այնուամենայնիվ վիճծռի ամենակարևոր հարցում, ոչ թե ԵՄ, այլ ԵԱՏՄ։ Եվ Փաշինյանը ասաց այո։ Սա է դեմոկրատիան ավարտը։